Ողջույն սիրելի ընկերներ, այսօր խոսելու ենք մեր շատ սիրելի օդի նշանի ներկայացուցիչների 2026 թվականի փետրվար ամսվա կանխատեսումների մասին։ Սիրելիներս, փետրվար ամիսը դեռ չկա, պետք չէ իրար խառնվել, բոլորի թոլովակները կլինեն եւ մի փոքրիկ ուղակի տեղեկություն եմ ուզում հայտնել ձեզ, որ ես շատ եմ ուզում, որ դուք ակտիվ լինեք ձեր մեկնաբանություններում եւ հետադարձ կապ պահեք ինձ հետ, որպեսզի ես հասկանամ, թե ինչքանով են օգտակար իմ հոլովակները ձեզ համար, սակայն երբ մեկնաբանություն եք գրում հոլովակի ներքո, ուշադիր եղեք, որովհետեւ եթե YouTube այն համարեց անհարգալից իմ անձի նկատմամբ, այն անմիջապես ձեզ բլոկելու է։ Այնպես որ սիրելիներս, խնդրում եմ ձեր մեկնաբանությունների հանդեպ ուշադիր եղեք։ Դե ինչ խոսելու ենք մեր շատ սիրելի շատախոս երկվորյակների փետրվար ամսվա կանխատեսումների մասին։ Սիրելի երկվորյակներ, ես հասկանում եմ, որ անհամբեր եք, սակայն դեռ ունենք բավականաչափ ժամանակ մինչև փետրվարյան խավարումները պատրաստվելու համար եւ արդեն ամսի 1-ին, փետրվարի 1-ին ունենք լիալուսին։ Այս լիալուսինը տեղի է ունենում ձեր երրորդ ոլորտում, երրորդ ոլորտը սա ավտոմեքենայի հետ կապված հարցերն են, փաստաթղթային հարցերն են, եղբոր կամ քրոջ հետ կապված խնդիրներն են, կամ ինչու՞ չէ նաեւ դասընթացներին վերաբերող ինչ որ հարցեր են եւ հնարավոր է փետրվարի 1-ին կամ նրա մոտակա օրերին ենթադրենք ինչ որ մի հարց, որը կար կապված մեքենայի հետ, ասենք կարողանաք իրականացնել, վաճառեք ձեր մեքենան կամ վերանորոգեք ձեր մեքենան կամ ի վերջո գնեք ձեր մեքենան։ Սիրելիներս, ես կնշեմ, որ փետրվար ամսին ունենալու ենք հետընթաց Մերկուրի, սա նշանակում է, որ շատ լավ կլինի, որ ցանկացած գործարք տեղի ունենա մինչև փետրվարի 10-ը, որից հետո արդեն կսկսեն խավարումները, այնուհետև հետընթաց Մերկուրին եւ այնքան էլ հաջող չեն ստացվի ամսի 10-ից հետո գործարքները։ Փետրվարի 6-ին ձեր գլխավոր մոլորակ Մերկուրին տեղափոխվում է ձեզ համար շատ կարևոր 10-րդ ոլորտ, սիրելիներս, այստեղ Մերկուրին արդեն ամսվա վերջում ունենալու է հետընթաց։ Նախ, երբ Մերկուրին 10-րդ ոլորտում է, այստեղ ակտիվանում է ղեկավարության հետ կապը, շփումները, հնարավոր է նոր ղեկավարություն ունենաք, եթե աշխատում եք ինչ-որ մեկի ենթակայության ներքո, կամ հնարավոր է, որ այստեղ Մերկուրին 10-րդ ոլորտում այստեղ ձեզ բերի նոր աշխատանքի հնարավորություն, ինչու՞ չէ նոր մարդու մուտք ձեր կյանք, այսինքն այնպիսի մարդ, որը կարող է փոխել ձեր դիրքը, ձեր կարգավիճակը։ Փետրվարի 10-ին այնուհետև Վեներա մոլորակն է տեղափոխվում ձեր 10-րդ ոլորտ, այսինքն Վեներան հայտնվելով 10-րդ ոլորտում բերում է այստեղ ուրեմն սիրահարվածություն, սիրելիներս, 10-րդ ոլորտը նշեցի կարգավիճակի փոփոխությունն է եւ շատ երկվորյակների մոտ այստեղ հնարավոր է կարգավիճակի փոփոխություն կամ ասենք երեխայի ծնունդի տեսքով կամ ասենք տատիկ եք դառնում կամ համենայն դեպս այստեղ ուրախություն է բերում Վեներան ձեր 10-րդ ոլորտում։ Ինչու՞ չէ նաեւ Վեներան 10-րդ ոլորտում կարող է բերել ուրեմն աշխատանքային միջավայրում այնպիսի կին աշխատակցի, որի հետ կարող եք բավականին մտերիմ լինել։ Փետրվարի 14-ին Սատուրն մոլորակը, սիրելի երկվորյակներ, որը վերջին 3 տարիներին եղել էր ձեր 10-րդ ոլորտում եւ հավանաբար շատ երկվորյակների մոտ բավականին խիստ էր դրված եղել ամուսնական կարգավիճակի կամ երեխայի հետ կապված հարցերը կամ ինչու՞ չէ նաեւ ձեր պաշտոնի կարիերայի հետ, փետրվարի 14-ին Սատուրնը մուտք է գործում 11-րդ ոլորտ մինչև 2028 թվականի գարուն։ Սիրելիներս, երբ Սատուրնը 11-րդ ոլորտում է, սա նշանակում է կրճատվում են մեր կողքի մարդիկ, սա նշանակում է դժվարանում է կապը, փոխհարաբերությունները մեծ թվով մարդկանց հետ, հատկապես ընկերները սկսելու են նոսրանալ ձեր շրջապատից, Սատուրնը զտում է, մաքրում է այն ավելորդ մարդկանց ձեր շրջապատից, որոնք այլևս ձեզ խանգարում են ապրել։ Փետրվարի 17-ին, սիրելիներս, արևի խավարում է տեղի ունենում, այս արևի խավարումը ձեր 9-րդ ոլորտում է լինելու։ Այս արևի խավարումը
իր տեսակով վերջին 8 տարիներին առաջինն է, քանի որ 9-րդ ոլորտում այն բերում է նորություններ կապված օտար երկիր մեկնելու ծրագրերի հետ, օտար լեզու սովորելու, ինչու չէ բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ կապված, փաստաթղթային հարցերի հետ կապված, նաև դատական գործընթացների հետ կապված եւ փետրվարի 17-ի արևի խավարումից հետո այսպիսի իրավիճակներ կարող են ձեր կյանքում ի հայտ գալ։ Փետրվարի 20-ին Սատուրնը և Նեպտունը միանում են ձեր 9-րդ ոլորտում, սիրելի երկվորյակներ, Նեպտուն մոլորակը դեռևս հունվարի 26-ից է տեղափոխվել ձեր 9-րդ ոլորտ, այժմ Սատուրնը նույնպես տեղափոխվում է և այս երկու գիգանտները միանում են ձեր 9-րդ ոլորտում և փետրվարի 20-ին կամ նրա մոտակա օրերին, քանի որ երկուսն էլ դանդաղ մոլորակ են և այս ասպեկտացիան մի քանի օր պահպանվում է երկնքում, այս երկուսի միությունը բավական հազվադեպ երևույթ է երկնակամարում և նշանակում է այստեղ մի շատ կարևոր բան պետք է տեղի ունենա կապված օտար երկրի հետ կամ կապված դատական ինչ-որ գործընթացի հետ կամ ինչու չէ նաև կապված ինչ-որ ուսումնական ծրագրի հետ։ Ամսի 22-ին Վեներա մոլորակը 10-րդ ոլորտից արդեն շատ լավ շքեղտրին է անում Յուպիտեր մոլորակի հետ, որը ձեր երկրորդ ֆինանսական դաշտում է։ Սիրելի երկվորյակներ, այս երկու մեծ և փոքր երջանկության մոլորակների շքեղտրին ասպեկտը ձեր կյանք կարող է բերել ֆինանսական մեծ հնարավորություն, նոր աշխատանք, նոր աշխատավարձ կամ ինչու չէ նաև այստեղ ֆինանսական շատ լավ գործարք կարող է տեղի ունենալ, ինչու չէ նաև ձեզ աշխատանք կարող են առաջարկել։ Ամսի 26-ից սիրելիներս արդեն Մերկուրին սկսում է իր հետընթացը։ Այս հետընթացը տևելու է մինչև մարտի 20-ը, սակայն սիրելիներս փետրվարի 17-ից արևի խավարումից հետո արդեն մեզ մոտ կարելի ասել մեր ուղեղը սկսում է մթագնել, որովհետև փետրվարի 17-ից մարտի 3-ը մինչև հաջորդ խավարումը մեզ մոտ խավարումների միջանցք է և այդ կարելի ասել ոչ սթափ վիճակին ավելանում է նաև հետընթաց Մերկուրին և քանի որ Մերկուրին ձեր գլխավոր մոլորակն է, այն անմիջականորեն ազդելու է ձեր կյանքի վրա։ Սիրելի երկվորյակներ, շատ ուշադիր ենք լինում մինչև մարտի 20-ը։ Նախ առաջին հերթին փորձում եք այս ժամանակահատվածում շատ կարևոր որոշումներ չընդունել ձեր կյանքի հետ կապված, ձեր առողջության հետ կապված, ձեր պաշտոնի հետ կապված, ձեր ամուսնական կարգավիճակի հետ կապված։ Թողնում եք այդ որոշումները մարտի 20-ից հետո, երբ արդեն խավարումների միջանցքից դուրս կգանք, երբ Մերկուրին արդեն կլինի առաջընթաց և դուք արդեն հստակ կգիտակցեք ձեր հետագա անելիքները։ Նաև հետընթաց Մերկուրին փետրվարի 26-ից հետո կարող է բերել մարդ ձեր կյանք, որը նախկինում արդեն եղել է ձեր կյանքում։ Միգուցե դա կլինի ձեր գործընկերը, միգուցե դա կլինի ձեր նախկին ղեկավարը կամ ինչու չէ նաև կլինի մարդ, որը նախկինում ձեզ համար շատ կարևոր դեր է խաղացել ձեր անձնական կյանքում և այս մարդը հնարավոր է փետրվարի 26-ից մարտի 20 ընկած ժամանակահատվածում հայտնվի ձեր կյանքում։ Ամիսը սիրելիներս վերջանում է ամսի 27-ին Մարսի և Ուրանի լարվածությամբ, այստեղ պետք է շատ ուշադիր լինեք, որովհետև Ուրան մոլորակը դեռևս 12-րդ ոլորտում այստեղ մի փոքր խնդիր է տալիս առողջության և ինչու չէ նաև տրանսպորտային միջոցների հետ կապված և ամսի 27-ին ես ձեզ խորհուրդ կտամ, որպեսզի ուրեմն երկար ճանապարհ չգնաք, այստեղ վթարները ակտիվանում են։ Դե ինձ սիրելիներս այսքանը փետրվար ամսվա կանխատեսումների մասին, այժմ ես խոսեմ մեր շատ սիրելի կշեռքների փետրվար ամսվա կանխատեսումներից։ Ողջույն սիրելիներս, խոսելու եմ այժմ կշեռքներից։ Հուսամ ձեզ այնքան էլ շատ չսպասեցրեցի, սիրելի կշեռքներ, փետրվար ամիսը կարևոր ամիս է, որովհետև այստեղ սկսվում են արդեն խավարումները և բացի դրանից ուրեմն փետրվարի վերջում արդեն ունենք հետընթաց Մերկուրի և նշանակում է պետք է հոգեբանորեն պատրաստվել, որպեսզի դիմակայենք փետրվար ամսվա լարվածություններին։ Փետրվարի 1-ին լիալուսին է տեղի ունենում ձեր 11-րդ ոլորտում և այստեղ վերջակետ է դրվում այնպիսի իրավիճակի, որտեղ դուք շատ մարդկանց հետ եք շփվում, այսինքն մի շարք մարդկանց հետ այլևս չեք շփվելու։ Կլինեն այդ մարդիկ օնլայն հարթակում, կլինեն այդ մարդիկ մեծ կոլեկտիվում, կլինեն այդ մարդիկ ձեր
պարզապես անմիջական ընկերները, այս մարդկանց հետ վերջակետ է դրվում ինչ պատճառներով, չեմ ասում վիճաբանության պատճառով, այլ պարզապես հնարավոր է, որ դուք ասենք աշխատավայրը փոխում եք եւ այլևս նրանց հետ չեք շփվելու, կամ այստեղ հնարավոր է ինչ որ ընկերներ հեռանում են, այլ երկիր են մեկնում, նրանց դուք այլևս չեք տեսնելու եւ այստեղ փոփոխվում է ձեր շրջապատը։ Սիրելի կշեռքներ, այստեղ նաեւ եթե դուք on-line հարթակում բիզնես ունեք, նրա հետ կապված նույնպես կունենաք որոշակի արդյունքներ փետրվարի 1-ին կամ նրա մոտակա օրերին։ Փետրվարի 6-ին Մերկուրի մոլորակը տեղափոխվում է ձեր 6-րդ ոլորտ, որտեղ ամսվա վերջում ունենալու է հետընթաց։ Սիրելի կշեռքներ, երբ Մերկուրին 6-րդ ոլորտում է, սա նշանակում է, որ մենք նորից սկսում ենք վերադասավորել մեր աշխատանքային գրաֆիկը, որ մեր կյանքում հայտնվում են մարդիկ, որոնք որ մեզ լրացուցիչ աշխատանք կարող են առաջարկել, միգուցե մարդիկ, որոնք հոգսեր են մեզանից պահանջում, այսինքն փետրվարի 6-ից հետո բավականին ակտիվ կերպով դուք զբաղվելու եք այդ հարցերով, նաև ինչու՞ չէ փաստաթղթային հարցերով, որոնք վերաբերում են ձեր աշխատավայրին կամ ասենք ձեր աշխատանքային գրաֆիկին։ Ամսի 10-ին ձեր գլխավոր մոլորակ Վեներան նույնպես տեղափոխվում է 6-րդ ոլորտ, այստեղ բերում է հաճելի մթնոլորտ, այսինքն փետրվարի 10-ից հետո ձեզ համար շատ հաճելի կլինի աշխատել, ինչ որ աշխատանքային հաճելի պայմաններ ստեղծել, ասենք ձեր գրասենյակում կամ ձեր սենյակում, որտեղ որ դուք աշխատում եք, նաև Վեներան 6-րդ ոլորտում կարող է բերել հնարավորություն ձեզ, եթե դուք առողջական խնդիրներ ունեք, այստեղ գտնելու համապատասխան բժշկի։ Վեներան 6-րդ ոլորտում նաև տալիս է հնարավորություն մտածելու ուրեմն մեր արտաքին տեսքի մասին, այստեղ նաև հնարավոր է, որ դուք ցանկանաք, ասենք մի փոքր նիհարել, դիետաներ պահեք փետրվարի 10-ից հետո, կամ ասենք առողջ ապրելակերպ վարեք, առավոտյան սկսեք մարզվել, այնպես որ Վեներան բերելու է այդ բոլոր զգացողությունները եւ տրամադրությունը։ Ամսի 14-ին Սատուրն մոլորակը տեղափոխվում է ձեր 7-րդ ոլորտ։ Սիրելի կշեռքներ, սա մի կողմից լավ է եւ մյուս կողմից էլ վատ։ Ինչու է լավ։ Լավ է նրանով, որ 7-րդ ոլորտը սա մեր կողքի մարդիկ են, եւ եթե դուք միայնակ եք եւ փետրվարի 14-ից հետո հանդիպում եք ինչ-որ մեկին, որը թվում է թե ձեր կողակիցն է, ուրեմն իմացեք, որ իրոք այդ մարդը ձեր կողակիցն է, որովհետեւ Սատուրնը մեր կյանք բերում է երկարատև հարաբերություններ, այսինքն փորձաշրջան ապրած արդեն դժվարություններին դիմացած հարաբերություններ։ Եվ եթե ասենք դուք սպասարկման ոլորտում եք, այստեղ նոր հաճախորդներ են գալիս փետրվարի 14-ից հետո, այստեղ նույնպես այդ հաճախորդները բավականին երկար են մնալու ձեր կյանքում։ Սիրելիներ, Սատուրնը այստեղ մինչև 2028 թվականն է լինելու, այնպես որ նկատի ունեցեք, որ նշածս իրողությունները վերաբերում են առաջիկա 2.5 տարիներին։ Սակայն Սատուրնը 7-րդ ոլորտում կարող է նաև սահմանափակել այն մարդկանց թիվը, ում հետ դուք շփվում եք։ Եվ Սատուրնը 7-րդ ոլորտում նաև բերում է դժգոհություն ձեր կողակցից, այսինքն եթե մինչ այդ դուք ապրում եք այնպիսի իրավիճակում, որտեղ փորձում եք ամեն կերպ հարմարվել ձեր կողքի մարդու, ենթադրենք, թելադրած ապրելակերպին, ապա Սատուրնը 7-րդ ոլորտում բերում է դժգոհություն եւ նշանակում է այս ընթացքում դուք հնարավոր է չցանկանաք այլևս նրա հետ ապրել։ Ամսի 17-ին արևի խավարումը տեղի ունենում ձեր 5-րդ ոլորտում, սիրելի կշեռքներ, այս արևի խավարումը բերում է նորություններ ձեր կյանք կապված երեխաների հետ, կապված այն աշխատանքի հետ, որը դուք ենթադրենք շատ սիրով եք անում, ստեղծագործական աշխատանք է, եւ ինչու՞ չէ նաեւ այս արևի խավարումը ձեր կյանք կարող է բերել մեկին եւ սիրահարվածություն կարող է բերել ձեր կյանք։ Սիրելիներս, այս խավարումը կրկնվում է, այսպիսի խավարում եղել է 2018 թվականի փետրվարի 15-ին եւ եթե մտովի հետ գնաք 2018 թվական եւ հիշեք, թե այնտեղ հունվար, փետրվար, մարտ ամիսներին ինչպես իրավիճակ է եղել ձեր կյանքում, ապա կհասկանաք մոտավորապես, թե ինչ թեմաների շուրջ է այժմ ձեզ սպասվում նորություններ։ Շատ կշեռքների կյանքում հնարավոր է երեխայի ծնունդ նաև։
Ամսի 20-ին Սատուրն և Նեպտուն մոլորակները միանում են ձեր 7-րդ ոլորտում։ Սիրելի կշեռքներ, այս երկու գիգանտները 37 տարին մեկ անգամ են միանում և նշանակում է այն էլ այսքան կարևոր 7-րդ ոլորտում Սատուրնի Նեպտունի միությունը կարող է փետրվարի 20-ին կամ նրա մոտակա օրերին բերել ձեր կյանք շատ մեծ հնարավորություն կապված ամուսնության հետ, կապված սպասարկման ոլորտում աշխատելու հնարավորությունների հետ, կապված լավ գործընկեր հովանավորների հետ, այս երկուսի միությունը համենայն դեպս դրական ազդեցություն է ունենալու և ձեր անձնական և ձեր աշխատանքային հարցերի վրա։ Ամսի 22-ից Վեներա մոլորակը, ձեր գլխավոր մոլորակը 6-րդ ոլորտից շքեղ տրին է անում Յուպիտերի հետ 10-րդ ոլորտում։ Մինչև հունիսի 30 Յուպիտերը դեռևս ձեր 10-րդ ոլորտում է և այստեղ ձեզ օգնում է ձեր կարիերայի սանդուղքով բարձրանալուն։ Ամսի 22-ը շատ հաջող օր է բժշկի գնալու համար, ինչու՞ չէ նաև այստեղ մի շարք աշխատանքային լավ հնարավորություններ կբացվեն ձեզ համար։ Ամսի 26-ից Մերկուրին հետընթաց է 6-րդ ոլորտում մինչև մարտի 20-ը։ Սիրելիներս, սա նշանակում է, որ փետրվարի 26-ից հետո շատ ուշադիր պետք է լինենք, որպեսզի ոչինչ չկորցնենք, եւ բացի դրանից նաև փետրվարի 26-ից հետո հնարավոր է ձեր կյանքում նորից ակտիվանան այն մարդիկ, ում հետ նախկինում դուք աշխատել եք, կամ միգուցե այն ենթադրենք հիվանդությունները կամ այն ախտանշանները, որոնք նախկինում ունեցել եք, այժմ նույնպես փետրվարի 26-ից հետո դրանք սկսեն ակտիվանալ ձեր կյանքում։ Եվ ամիսը վերջանում է մի փոքր լարվածությամբ, այստեղ ունենք Մարս-Ուրան քառանկյունը, Ուրանը դեռևս 8-րդ ոլորտում է, շուտով ապրիլ ամսին այն դուրս կգա եւ կտեղափոխվի 9-րդ ոլորտ, որը ձեզ համար ավելի բարենպաստ վիճակ է, եւ ամսի 27-ի այս լարված քառանկյունը ձեր կյանք կարող է բերել վիճաբանություն երեխայի հետ, վիճաբանություն երեխայի թեմայով, վիճաբանություն ֆինանսական հարցերով, այնպես որ սիրելիներս ուշադիր եղեք ամսի 27-ին մի վիճեք ձեր սիրելիների հետ։ Դե ինչ սիրելիներս, այժմ ես վերջացրեցի ձեր փետրվար ամսվա կանխատեսումները, այժմ անդրադառնանք մեր վերջին օդի նշանի ներկայացուցիչներին, մեր ինքնատիպ ջրհոսներին։ Դե ինչ, ողջունում եմ մեր շատ սիրելի ջրհոսներին, սիրելիներս, ձեզ համար երևի թե փետրվար ամիսը լինելու է տարվա կտրվածքով ամենակարևոր ամիսը, որովհետև այստեղ առաջին ոլորտում ունենք արդեն արևի խավարում և փետրվարի երկրորդ կեսը հատկապես ձեզ համար մի փոքր ավելի լարված է անցնելու։ Նախ սկսենք փետրվարի 1-ից, երբ ունենք լիալուսին ձեր 7-րդ ոլորտում և այստեղ ինչ-որ մի հարց կապված կողքի մարդկանց հետ, կապված ձեր հաճախորդների հետ, ձեր կողակցի հետ, այստեղ ինչ-որ մի հարց պետք է ավարտվի, լուծվի, այսինքն խնդիր ունեիք, կոնֆլիկտ ունեիք, այդ կոնֆլիկտը պետք է լուծվի, կամ հակառակը, ենթադրենք այլևս այդ մարդու հետ չեք շփվում, միգուցե դա ձեր կողակիցն է, ցանկանում եք ամուսնալուծվել, կամ միգուցե դա ձեր գործընկերն է, որի հետ այլևս չեք ցանկանում աշխատել, համենայն դեպս այս լիալուսինը վերջակետ է դնելու նմանատիպ կոնֆլիկտի։ Փետրվարի 4-ին Ուրան մոլորակը սկսում է ի վերջո առաջ շարժվել և սա շատ ջրհոսների մոտ ուրեմն կարող է անակնկալ իրավիճակներ, չպլանավորած իրավիճակներ առաջացնել կապված ձեր 4-րդ ոլորտի հետ, որը վերաբերում է ձեր տանը, ձեր տան անդամներին, ձեր ծնողներին, ձեր անշարժ գույքին, ձեր ապրելու վայրին։ Եվ այստեղ Ուրանի առաջընթացը 4-րդ ոլորտում, սիրելի ջրհոսներ, կարող է բերել անակնկալ իրավիճակներ, ասենք ձեր ծնողների առողջության հետ, կամ ասենք ձեր տանը ինչ-որ մի լարված անակնկալ իրավիճակ է ստեղծվում, որին դուք պատրաստ չեք, որը դուք չեք պլանավորել, կամ այստեղ եթե դուք անշարժ գույք եք ուզում գնել կամ վաճառել, նրա հետ կապված ինչ-որ խնդիրներ կարող են հանկարծակի առաջանալ։ Փետրվարի 6-ին Մերկուրին տեղափոխվում է ձեր երկրորդ ֆինանսական դաշտ, որտեղ ամսվա վերջում արդեն ունենալու է հետընթաց, և սա նշանակում է, որ պետք է շատ ուշադիր լինեք ձեր գրպանի գումարին, որպեսզի այն չկորցնեք, սիրելիներս, հատկապես փետրվարի 26-ից հետո, երբ Մերկուրին հետընթաց կլինի։ Առհասարակ Մերկուրին երկրորդ ոլորտում բերում է մեր ուշադրությունը, մեր ինֆորմացիան կենտրոնացած ուրեմն գումարների, ֆինանսական հարցերի
վրա եւ այստեղ հնարավոր է ինչ-որ հարցերով պիտի զբաղվեք, որոնք անմիջականորեն ծախսեր են պահանջում, կամ նաեւ Մերկուրին բերում է նոր եկամուտ վաստակելու հնարավորություն։ Փետրվարի 8-ին ունենք Վեներա Ուրան լարված քառանկյունը, սիրելիներս, սա կարող է բերել կոնֆլիկտ ձեր տանը, միգուցե ձեր տան անդամի հետ կամ միգուցե այստեղ ինչ-որ անշարժ գույքի հետ կապված կամ բնակության վայրի հետ կապված, համենայն դեպս կոնֆլիկտային իրավիճակ կարող է ստեղծվել ձեր տան պատերի ներսում։ Փետրվարի 10-ին Վեներա մոլորակը նույնպես տեղափոխվում է երկրորդ ֆինանսական դաշտ եւ սա ավելի լավ վիճակ է ջրհոսների համար, քան երբ Վեներան առաջին ոլորտում էր, ասեմ ինչու, որովհետև երբ Վեներան երկրորդ ոլորտում է, մենք շատ հեշտ ենք գումար աշխատում, մեզ համար կարելի ասել դժվարությունները վերանում են գումար աշխատելու ճանապարհին, սակայն Վեներան երկրորդ ոլորտում նաև կարող է բերել ծախսեր, ասենք կապված ձեր արտաքին տեսքի հետ, ասենք շատ վաղուց ուրեմն չէիք փոխել ձեր մազերի գույնը, չգիտես ինչու փետրվարի 10-ից հետո դուք ուզում եք փոխել ձեր մազերի գույնը կամ ասենք այստեղ ինչ-որ հագուստի հետ կապված փոփոխություն կատարել։ Փետրվարի 14-ին Սատուրն մոլորակը տեղափոխվում է ձեր երրորդ ոլորտ, սիրելիներս, այս մասին ես խոսել եմ 2026 թվականի ընդհանուր կանխատեսումներում եւ նշեմ, որ Սատուրնը ձեր երրորդ ոլորտում լինելու է մինչեւ 2028 թվականի գարուն եւ այստեղ խստություններ, ուրեմն դժվարություններ է առաջացնելու ձեր քրոջ եղբոր հետ կապված, ձեր հարևանների հետ կապված, փաստաթղթային հարցերի հետ կապված, ավտոմեքենայի հետ կապված, այսինքն փետրվարի 14-ից հետո, ասենք մեքենա եք ուզում գնել կամ վաճառել, շատ մեծ դժվարությամբ է ստացվելու, այդ ամենը պիտի անեք մինչ այդ, կամ ասենք քրոջ կամ եղբոր հետ կապված ինչ-որ կոնֆլիկտ կարող եք ունենալ, կամ ինչ-որ վատ հարևաններ կարող են գալ, որոնց հետ չկարողանաք դուք շփվել, կամ այստեղ ինչ-որ փաստաթղթային հարցեր ունեք, որոնք չեն ստացվելու փետրվարի 14-ից հետո, այնպես որ տեսնում եք, այս բոլոր հարցերը կարելի է կազմակերպել մինչև փետրվարի 14-ը։ Փետրվարի 16-ից ունենք երկրորդ լարվածությունը Ուրան մոլորակից, այստեղ արև Ուրան լարված քառանկյունն ունենք, սա նույնպես խնդիր կարող է առաջացնել հատկապես ձեր առողջությանը, փետրվարի 16-ին հետևեք, որպեսզի ունենաք լավ ինքնազգացողություն, ձեր ճնշման տատանումներին հետևեք, նաև փորձեք ուրեմն երկար ճամփորդության չմեկնել, որտեղ Ուրան մոլորակը ավիացիայի մոլորակն է, եւ եթե ինքնաթիռ եք նստելու այդ օրը, ապա ուշադիր եղեք, որպեսզի ձեզ վատ չզգաք ինքնաթիռում։ Փետրվարի 17-ին, սիրելի ջրհոսներ, ունենք արդեն արևի խավարում եւ սա առաջին խավարումն է, երկրորդ խավարումը կլինի մարտի 3-ին եւ փետրվարի 17-ից բացվում է խավարումների միջանցքը։ Այս արևի խավարումը տեղի ունենում ձեր առաջին ոլորտում եւ հատկապես այն ջրհոսները, ովքեր ծնվել են փետրվարի 14-ից 19 ընկաժամանակահատվածում, նրանք առավել ուժգին կզգան իրենց կյանքում այս խավարման ազդեցությունը։ Սիրելիներս, այն անմիջականորեն ազդելու, փոխելու է ձեր կյանքը, նորություններ է բերելու ձեր կյանք, կապված ձեր առողջության հետ, կապված ձեր աշխատանքի հետ, ինչու չէ նաև ձեր անձնական հարթակի հետ։ Եվ այսպիսի խավարում մենք ունեցել ենք 2018 թվականի փետրվարի 15-ին եւ նշանակում է փորձենք հետ բերել, հիշել, թե ինչպիսի իրավիճակներ են եղել 2018 թվականի գարնանը, մոտավորապես արդեն կհասկանանք ինչ թեմաների շուրջ է փոխելու ձեր կյանքը այս արևի խավարումը։ Փետրվարի 20-ին ունենք Սատուրն Նեպտուն մոլորակների միությունը ձեր երրորդ ոլորտում, սիրելիներս, այս երկու գիգանտները միանում են այս խավարման ֆոնին եւ նշանակում է ինչ-որ մի կարևոր, շատ կարևոր իրադարձություն պետք է տեղի ունենա ձեր քրոջ կամ եղբոր կյանքում, կամ միգուցե այստեղ ինչ-որ դասընթացների հետ կապված, կամ ինչ-որ շատ կարևոր փաստաթղթային հարց կարող է ձեզ համար լուծվել փետրվարի 20-ին կամ նրա մոտակա օրերին։ Փետրվարի 22-ին Վեներա մոլորակը երկրորդ ֆինանսական դաշտից շքեղ տրին է անում Յուպիտեր մոլորակի հետ, որը ձեր 6-րդ ուրեմն աշխատանքային ոլորտում է։ Սիրելիներս, փետրվարի 22-ը հոյակապ օր է բոլոր տեսակի ֆինանսական, գործնական հարցերը կարգավորելու համար։
Փետրվարի 26-ից արդեն Մերկուրին հետ ընթաց է եւ սիրելի ջրհոսներ, քանի որ Մերկուրին հետ ընթաց է երկրորդ ֆինանսական դաշտում եւ այստեղ հետ ընթաց է լինելու մինչեւ մարտի 20-ը, շատ ուշադիր եք լինում, որ ոչինչ չկորցնեք, հատկապես գումար։ Եվ հետ ընթաց Մերկուրին կարող է նաեւ բերել ձեր կյանք ուրեմն այնպիսի մարդկանց, կարելի ասել, այնպիսի պարտքեր, որոնք նախկինում ձեզանից վերցրել են եւ այժմ ձեզ վերադարձնում են այդ մարդիկ, որոնք դուք այդպես էլ հույս չունեիք, որ նրանք ձեզ կվերադարձնեն։ Այնպես որ հետ ընթաց Մերկուրին նաև կարող է ինչ-որ դրական փոքրիկ անակնկալներ նույնպես մատուցել։ Եվ ամիսը վերջանում է փետրվարի 27-ի լարվածությամբ, այստեղ ունենք Մարս, Ուրան մոլորակների լարվածությունը, սիրելիներս, այսօր առհասարակ խորհուրդ չեմ տալիս ճանապարհ գնալ, վթարային օր է, այստեղ շատ լուրջ վտանգ կա մեր առողջությանը եւ քանի որ Մարսը առաջին ոլորտում է, շատ ուշադիր եք լինում, որպեսզի օդակաթիլային ճանապարհով վիրուսներ ձեռք չբերեք եւ բացի դրանից ինչ որ կտրող, սուր, ծակող գործիքով ինքներդ ձեզ չվնասեք։ Դե ինչ սիրելիներս, այսքանը օդի նշանների փետրվար ամսվա կանխատեսումների մասին, կհանդիպենք հաջորդ հոլովակում։ Առայժմ